Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր շերտավոր խմորով կպատրաստենք համեղ և ախորժելի գաթաններ։ Ձևի դեղնուցների վրա ավելացնում ենք քացախաթթու և հարում մինչև մի փոքր փրփրի։ Այնուհետև ավելացնում ենք օղի, աղ, կիտրոնաթթու և խառնում։ Խառնելով քիչ-քիչ ավելացնում ենք բուսայուղն ու ջուրը։ Միասեռ զանգված ստանալուց հետո մաղելով քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը։ Ընթացքում շարունակում ենք խառնել։ Ալյուրը պետք է ավելացնել այնքան, մինչև ստանանք ձեռքերին չկպչող խմոր։ Պետք է զգույշ լինել ալյուրը չափից շատ չավելացնել, այլապես խմորը ծանր կլինի և թխելու ժամանակ լավ չի բարձրանա։ Լավ արդյունք ստանալու համար խմորը պետք է 10 րոպե հունցել։ Այսպիսին է լինում խմորը իդեալական տարբերակում։ Հունցելուց հետո խմորը բաժանում ենք մասերի։ Յուրաքանչյուրը 30 անգամ խփում ենք սեղանին և թողնում 30 րոպե հանգստանան։ Երեսուն անգամ սեղանին խփելը շատ կարևոր է, որպեսզի խմորը էլաստիկ լինի և շերտեր առանձնանալիս ծանրություն չլինի։ Խմորի հանգստանալուց հետո գնդերը հատ-հատ բացում ենք այնպես, որ մեջտեղն ավելի հաստ լինի, քան եզրերը, որպեսզի հետո հավասար բացվեն։ Մարգարինը պետք է լինի փափուկ, այնպիսին, ինչպիսին ցուցադրում եմ տեսանյութում։ Մարգարինը խմորի կենտրոնում տեղադրելուց հետո խմորի եզրերը հավաքում ենք, ամրացնում, դնում պոլիէթիլենային տոպրակի մեջ և թողնում 30 րոպե հանգստանա։
Հանգստանալուց հետո խմորը բացում ենք և ծալում այնպես, ինչպես ցուցադրում եմ տեսանյութում։ Դնում պոլիէթիլենային տոպրակի մեջ, թողնում հանգստանա ևս 30 րոպե։ Շերտավոր խմորի պատրաստման ողջ ընթացքում պետք է ապահովենք ոչ տաք սենյակային ջերմաստիճան, հակառակ դեպքում չենք ունենա լավ ձևավորված շերտեր։ Եթե ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է, ապա խմորի հանգստանալու 30 րոպեների ընթացքում խմորը պետք է պահել սառնարանում։ Այս պրոցեսը կրկնում ենք ևս 2 անգամ և շերտավոր խմորը պատրաստ է։ Եթե խմորը օգտագործելու ենք մոտակա 1 օրվա ընթացքում, այն պահում ենք սառնարանում, եթե ավելի ուշ՝ սառցախցիկում։ Այդ դեպքում թխելուց 1 օր առաջ խմորը պետք է տեղափոխել սառնարան, 10-ից 15 րոպե շուտ հանել սառնարանից։ Պատրաստում ենք խորիս։ Փափուկ կարագահարում ենք մինչև սպիտակի։ Քիչ-քիչ ավելացնում ենք շաքարավազը և վանիլինը։ Միասեռ զանգված ստանալուց հետո քիչ-քիչ ավելացնում ենք ալյուրը և տրորում։
Երբ խորիզն արդեն պատրաստ է, ձեռքի մեջ թեթև սեղմելով դառնում է մի ընդհանուր զանգված, որին թեթև դիպչելիս փխրվում է։ Լավ արդյունք ունենալու համար խմորը բացելուց հետո նեղ շերտով կտրում ենք կողքերից։ Շերտավոր խմորը կտրելիս օգտագործում ենք սուր դանակ։ Որպեսզի գաթանները գեղեցիկ գույն ունենան, թխելուց առաջ քսում ենք ձվի դեղնուց։ Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում, վերևի և ներքևի ջեռուցումը և կոնվեկցիան միացրած։ Սկզբում թխում ենք 200 ջերմաստիճանում, շերտերը ձևավորվելուց հետո 190։ Եթե տեսանյութը օգտակար էր, չմոռանաք հավանել այն և թողնել մեկնաբանություն։ Բաժանորդագրվեք ալիքիս, սեղմեք զանգակ կոճակը հետագա համեղ բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։